Վստահ եմ բոլորս մեր շրջապատում ունենք ընկեր, ով խոյ է, ու ես հասկացա խի են խոյերը սկսում հորոսկոպը։ Թե իրանք չլինեին առաջինը, այն աստրոլոգը, որ այս ամեն ինչը հորինել է, իրանք գտնելու են ու պուբլիշտի վառել։ Խոյերի համբերության մասին լսած կաք։ Չեք կարող լսած ալնեք, որտեվ գոյություն չունի, իրանք չունեն համբերություն։ Իրանք լավ ընկերներ են, խոսք չկա։ Եթե վրեդ կերտ կամ մի բան նկատեն, կասեն, որ հանգած խայտրակ չլես, բայց ինքը նենց է ասելու, որ սաղ աշխարհը լսի, որ քեզ տենց բան ասել։ Խոյը երկու բան է սիրում այս կյանքում։ Առաջինը մառոժն է։ Օրինակ Ռանկենզիի նոր նայրի պաղպաղակից բացի ուրիշ պաղպաղակ պրիզնատ չի գալիս։ Որտեվ նայրին Հայաստանի միակ պաղպաղակն է, որը պատրաստված է յոգուրտից, մրգերից եւ հատապտուղներից ու շարունակում է իր մեջ չիայի սերմեր։ Երկրորդ բանը, որ շատ է սիրում, դա հրամաններ տալ բոլորին։ Դուք ընկնեք անմարդաբանակ կղզի ու ձեր հետ լինի խոյ, իմացեք, որ դուք ստրկանաք։ Ակշտո առաջին հերթին խոյին եք ուտում։ Խոյի հետ շփվել է այդ նույնը ոնց որ բոմբ վնասած ձեզ։ Եթե ճիշտ լարից քաշես, սա իդեալական է լինելու։ Բայց եթե միամիտ սխալ լարից քաշեցի, օժը ու պայսի դաժե չեմ ուզում պատկասնեմ քեզ ինչա սպասվելու։ Աղջիկ խոյերի մասին շատ բան չեմ կարող ասեմ, բայց ասում են, որ բոլոր ամազոնկեքը խոյ են եղել։